Իդեալ համակարգը բացում է եվրոպական որակի եւ նրբագեղության դռները ձեր առաջ։ Հնարավորություն ընձեռելով ձեռք բերել եվրոպական արտադրողների լավագույն նմուշների նշված տեսականին մինչև 75% բացառիկ զեղչով։ Ողջույն, առաջին լրատվականի եթերում տարածաշրջան եւ Անդին հայացք Երևանից հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Ես Ժիրայր Ոսկանյանն եմ։ Անդրադառնալու ենք մեր տարածաշրջանում եւ դրանից դուրս տեղի ունեցող կարևորագույն իրադարձություններին։ Նախորդին Աբու Դաբիում ԱՄՆ-ի միջնորդությամբ տեղի են ունեցել բանակցություններ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելու հարցով։ Դրանց ավարտից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ի, Ուկրաինայի եւ Ռուսաստանի պատվիրակությունները համաձայնության են եկել 314 ռազմագերիների փոխանակման շուրջ։ Սա վերջին 5 ամսվա ընթացքում առաջին նման փոխանակումն էր։ Ուիթքոֆը հայտնել է, որ Աբու Դաբիի քննարկումները կառուցողական էին ու կենտրոնացած էին այն բանի վրա, թե ինչպես ստեղծել պայմաններ երկարատև խաղաղության համար եւ որ կայուն դիվանագիտական ներգրավվածությունը շոշափելի արդյունքներ է տալիս ու առաջ է մղում Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ջանքերը։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նշել է, որ ազատ արձակված ռազմագերիներից մի քանիսը գերության մեջ են գտնվել գրեթե 4 տարի։ Զելենսկին երեկոյան իր տեսաուղերձում ասել է նաեւ, որ Ուկրաինան կողմ է ցանկացած դիվանագիտական ձևաչափի, որը կարող է իրատեսորեն մոտեցնել խաղաղությունը եւ դարձնել այն հուսալի, երկարատև եւ այնպիսին, որը կզրկի Ռուսաստանին պատերազմը շարունակելու ցանկությունից։ Զելենսկին կրկնել է, որ Ուկրաինան պետք է անվտանգության ամուր երաշխիքներ ստանա, այդ թվում Վաշինգտոնից, որպեսզի Ռուսաստանը կրկին չհարձակվի։ Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտարարել է նաև, որ ԱՄՆ-ի միջնորդությամբ Ռուսաստանի հետ խաղաղության բանակցությունների հաջորդ փուլը հավանաբար տեղի կունենա Միացյալ Նահանգներում։ Ռուսաստանի նախագահի բանագնաց Կիրիլ Դմիտրիևը հայտարարել է, որ բանակցային գործընթացում առաջընթաց ու դրական տեղաշարժ կա։ Նա նաև նշել է, որ աշխատանքներ են տարվում Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների հարաբերությունները վերականգնելու ուղղությամբ, այդ թվում տնտեսության հարցով ԱՄՆ-Ռուսաստան աշխատանքային խմբի շրջանակում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ անհրաժեշտ է մշակել ռազմավարական հարձակողական զենքի կրճատման եւ սահմանափակման վերաբերյալ բարելաված պայմանագիր նախորդ New Start-ի երկարաձգման փոխարեն։ Այս մասին նա գրել է Truth Social ցանցում։ Axios-ի աղբյուրները պնդում են, որ Ռուսաստանը եւ ԱՄՆ-ն մոտ են New Start-ի փաստացի 6-ամսյա երկարաձգման վերաբերյալ համաձայնագրի կնքմանը, բայց այն պաշտոնական չեն ձևակերպել։ Մենք համաձայնության ենք եկել Ռուսաստանի հետ գործել բարի կամքով ու սկսել քննարկել համակարգի արդիականացման ուղիները, պարբերական ասել է իրավիճակին ծանոթ աղբյուրներից մեկը։ Այնուամենայնիվ նշվում է, որ այս ծրագիրը դեռ պետք է հաստատվի երկու երկրների նախագահների կողմից։ Հիշեցնեմ, որ New Start-ը Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների միջև կնքված պայմանագիր է, որը վերաբերում է ռազմավարական հարձակողական զենքի հետագա կրճատման ու սահմանափակման միջոցառումներին։ Այն լրանում է փետրվարի 5-ին։ Նախկինում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջարկել էր պաշտոնապես երկարաձգել պայմանագիրը եւս 1 տարով։ Այնուամենայնիվ ենթադրվում է, որ Սպիտակ տունը մտահոգված է ոչ միայն Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի գործողություններով, այլև Չինաստանի կողմից ներկայացվող աճող սպառնալիքներով։ Գործող պայմանագիրը չի սահմանափակում Պեկինի կարողությունը ընդլայնելու իր միջուկային զինանոցը։ Տեղափոխվենք մեր տարածաշրջան, Օմանում սկսվել են Իրано-ամերիկյան բանակցությունները։ Իրանական պատվիրակության ղեկավար արտգործնախարար Աբբաս Արաղչին, իսկ ԱՄՆ կողմից մասնակցում են Թրամփի փեսա Ջարեդ Քուշները եւ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը։ Իրանի արտաքին գործերի նախարար Արաղչին ԱՄՆ-ի հետ Օմանում սպասվող բանակցություններից առաջ 50 գրառում էր արել, որտեղ նշել է հետեւյալը. Իրանը դիվանագիտական բանակցություններին մոտենում է բաց աչքերով եւ անցյալ տարվա իրադարձությունները հաշվի առնելով։ Մենք գործում ենք բարի կամքով ու վճռականորեն պաշտպանում ենք մեր իրավունքները, պարտավորությունները պետք է կատարվեն, հավասար իրավունքները, փոխադարձ հարգանքն ու փոխադարձ շահերը հռետորաբանություն չեն, այլ անհրաժեշտություն եւ երկարատև համաձայնագրի հիմք գրել է նա։ Իր հերթին իսրայելական Հաարեց թերթը հղում անելով Մերձավոր Արևելքի կառավարության աղբյուրին հաղորդում է, որ Օմանում կայանալիք ԱՄՆ-Իրան բանակցությունների օրակարգը կսահմանափակվի Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրով։ Ըստ թերթի ԱՄՆ-ն համաձայնել է օրակարգից հանել Իրանի բալիստիկ հրթիռների ծրագիրը, ինչպես նաեւ Մերձավոր Արևելքի ընդհանուր
անվտանգության հարցերը։ Աղբյուրը պնդում է, որ Վաշինգտոնը համաձայնել է այս պայմաններին Կատարի, Սաուդյան Արաբիայի եւ Օմանի ճնշման տակ։ Ավելին թերթը նշում է, որ Մերձավոր Արևելքի երկրները որպես կանոն ճնշում են գործադրում ԱՄՆ-ի վրա հրաժարվելու ուժի կիրառումից դիվանագիտական լուծման օգտին։ Միևնույն ժամանակ ԱՄՆ իշխանությունները երկրի քաղաքացիներին կոչ են արել անհապաղ լքել Իրանը, ինչպես նաև խորհուրդ են տվել կազմել երկրից ինքնուրույն դուրս գալու ծրագիր, հույս չդնելով կառավարության օգնության վրա։ Իրանում ԱՄՆ վիրտուալ դեսպանության հաղորդագրության մեջ նշվում է, որ երկրի քաղաքացիները կարող են ձերբակալվել նույնիսկ միայն ամերիկյան անձնագիր ունենալու պատճառով։ Որպես Իրանից դուրս գալու հնարավոր ուղիներ, այս անգամ էլ ԱՄՆ իշխանությունները նշել են ցամաքային ճանապարհները Հայաստանի եւ Թուրքիայի միջոցով։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր ընդունել է Իրանի պաշտպանության եւ զինված ուժերի աջակցության նախարար Ազիզ Նասիրզադեի գլխավորած պատվիրակությանը։ Ըստ ադրբեջանական պետության ղեկավարի պաշտոնական կայքի հանդիպման ժամանակ Ալիևը ընդգծել է, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի անցյալ տարի Ադրբեջան կատարած պաշտոնական այցը հաջող էր ու լավ արդյունքներ է բերել, որից հետո երկկողմ հարաբերությունները շարունակում են զարգանալ։ Ալիևը նշել է, որ աշխարհի շատ տարածաշրջաններում ներկայումս շարունակվում են պատերազմները եւ հակամարտությունները ու հայտարարել, որ Ադրբեջանի նախաձեռնությամբ Հարավային Կովկասում արդեն իսկ խաղաղություն է հաստատվել։ Նա վստահություն է հայտնել, որ սա կարևոր է նաև Իրանի համար, որը սահմանակից է եւ Ադրբեջանին եւ Հայաստանին։ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Բաքուն պաշտպանում է համաշխարհային խաղաղությունը եւ պատերազմի բացակայությունը, ընդգծելով, որ Ադրբեջանի օրինակը ցույց է տալիս պատերազմից խաղաղության անցման մոդելը։ Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլին եւ արտաքին գործերի նախարար Մակա Բոճորաշվիլին ձմեռային օլիմպիական խաղերի բացմանը նվիրված միջոցառումների շրջանակներում զրուցել են ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Վենսի եւ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռոբիոյի հետ։ Այս մասին Կավելաշվիլին գրել է Facebook-ում։ Զրույցի ընթացքում հատուկ շեշտադրում է արվել երկու երկրների ընդհանուր արժեքների վրա, ասել է Կավելաշվիլին առանց լրացուցիչ մանրամասներ հաղորդելու։ Իսկ հա Վրաստանի խորհրդանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, որ Վրաստանն ակնկալում է, որ Միացյալ Նահանգների հետ աշխատանքային հանդիպումներից եւ այլ շփումներից բացի ռազմավարական գործընկերությունը լիովին կվերականգնվի, հավելելով, որ այս իրավիճակը իրենց մեղքով չէ ստեղծվել, այլ նախորդ վարչակազմի, որի պատճառով Միացյալ Նահանգները հասցրեցին փչացնել հարաբերությունները վրաց ժողովրդի եւ Վրաստանի հետ, իր խոսքերով այն երկրի, որը ամենադժվարին պայմաններում կանգնած էր ՆԱՏՕ-ի ու Միացյալ Նահանգների կողքին համաշխարհային անվտանգությունը պաշտպանելու համար։ Հիշեցնեմ, որ 2024 թվականի նոյեմբերին Միացյալ Նահանգները կասեցրեց Վրաստանի հետ իր երկարատև ռազմավարական գործընկերությունը։ Պետդեպարտամենտը հայտարարեց այդ մասին այն բանից հետո, երբ վրացական երազանք կուսակցությունը որոշեց մինչև 2028 թվականի վերջը օրակարգում չդնել Եվրամիության հետ անդամակցության բանակցությունների մեկնարկի հարցը, ինչպես նաև երկրում ցուցարարների դեմ ուժ կիրառեց։ Այսօրվա համար այսքանն ենք նախատեսել, մնացեք առաջինի հետ։